Եվրոպական երկրները մշակում են Միացյալ Նահանգներին զսպելու ծրագիր Գրենլանդիայի վրա ամերիկյան ուժերի հարձակման դեպքում։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը, վկայակոչելով գերմանական կառավարության անանուն ներկայացուցչին։ Եվրոպացի նախարարներն աշխատում են դանիական տարածքը գրավելու ԱՄՆ նախագահի կոչին պատասխանելու ուղղությամբ, ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն իր գործընկերների հետ աշխատում է ծրագրի վրա, որը կարող է ներառել եվրոպական զսպում այն դեպքում, եթե ԱՄՆ-ն փորձի հարձակվել կամ գրավել Գրենլանդիան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է նոր համաշխարհային պատերազմի։ Այդ մասին է վկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը 2027 թվականին ռազմական բյուջեն հասցնել $1.5 տրիլիոն։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ից պահպանողական լրագրող Թաքեր Կարլսոնը։ Նման բյուջեն բնորոշ է մի երկրի, որը պատրաստվում է գլոբալ կամ տարածաշրջանային պատերազմի։ Ակնհայտ է, որ մենք շարժվում ենք դեպի համաշխարհային պատերազմը, հայտարարել է Կարլսոնը։ Լրագրողը վստահ է, որ պաշտպանական բյուջեի ավելացման այլ պատճառներ պարզապես չեն կարող լինել։ Բացի այդ, նրա կարծիքով բոլոր նշանները կան, որ շատ շուտով աշխարհին մեծ պատերազմ է սպասվում։ Կարծում եմ, որ բոլորը սպասում են դրան, չնայած հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, բայց ակնհայտ է, որ մենք գնում ենք այդ ուղղությամբ, եզրափակել է Կարլսոնը։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ ցանկացողների կոալիցիան նոր քայլ է կատարել Ռուսաստանի հետ Եվրոպայի հակամարտության ուղղությամբ, ցկտելով զինվորականներ տեղակայել Ուկրաինայում, Արևմտյան Եվրոպայի երկրները Ռուսաստանի հետ ուղղակի պատերազմի վտանգ են ստեղծում, հայտնել է Պաշտոնյան։ Նախարարի խոսքով Հունգարիան վճռականորեն մերժում է ևս մեկ քայլ կատարել դեպի պատերազմը եւ հանդես է գալիս խաղաղ բանակցությունների օգտին։ Վերջնագրերն ու սպառնալիքները 2026 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հիմնական գործիքը կլինեն։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի զեկույցում։ Բացի այդ, հեղինակները հստակեցրել են, որ սպառնալիքները կհամատեղվեն ճկուն մոտեցման հետ, եթե դա թույլ տա ընտրողներին ցուցադրել արտաքին քաղաքական որևէ հաղթանակ։ Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի կիրառել մաքսատուրքեր, արտահանման եւ ներդրումային սահմանափակումներ, դրանք անհրաժեշտ են այլ երկրներին ասիմետրիկ գործարքներ կնքելուն հարկադրելու համար, ի նշան ԱՄՆ-ի։ Եվրամիությունում կոչ են արել պատրաստվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուղիղ առճակատման Գրենլանդիայի նկատմամբ նրա հավակնությունների ֆոնին։ Այս մասին հայտնել է Politico պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։ Մենք պետք է պատրաստ լինենք Թրամփի հետ ուղիղ առճակատման։ Նա ագրեսիվ է տրամադրված եւ մենք պետք է լիարժեք պատրաստակամության ռեժիմում լինենք, ասել է պարբերականի զրուցակիցը։ Նշվում է, որ այժմ Եվրամիությունը լուրջ է ընդունում Գրենլանդիան միացնելու Թրամփի ցանկությունը եւ հուսահատորեն փնտրում է ԱՄՆ նախագահին կանգնեցնելու ծրագիր։